Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խոսքը փոխանցեմ Ավետիս Ավագյանին, ձեր ծափարությունների ներկայ միանշանակ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ այսօրվա սառեթի կապակցությամբ, հատկապես այսքան լավ մարդիկ են տեսնում նստած դահլիճում։ Ճիշտն ասած, երբ որ ինձ դիմեցին այս միջոցառմանը մասնակցելու համար, դա սեպտեմբերի կեսներ թե սկզբերն էր, որոշ մտորումներից հետո ես ինձ համար մոտավորապես պատկերացրել էի, որ այսօրվա ելույթիս բանաձևը լինելու է սողացող ժողովրդավարության նկատմամբ սողացող վտանգի երևույթը, եւ ճիշտ ասած ես սկսեցի այդ առումով դիտարկել տարբեր փաստաթղթեր, զեկույցներ, միջազգային կառույցների եւ այլն, իրականում պատկերը շատ ավելի տագնապալի եւ տխուր երևաց, բայց անգամ այդ ամենը այսօրվա իրավիճակում խամրում է այսօրվա իրավիճակի նկատմամբ, որովհետեւ մեր պայքարի, որ մենք միշտ եղել ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար մղվող պայքարի առաջնագծում, այստեղ կան էական տարբերություններ այսօր։ Տարբերություններից մեկը այն է, որ եթե նախկինում գոնե ֆորմալ առումով մենք որպես դաշնակից կամ քննարկման պարտներ ունենք միջազգային հանրությունը, որը հայտարարում էր, որ մարդու իրավունքները եւ միջազգային եւ ժողովրդավարական ազատությունները իրենց համար պրիորիտետ են միջազգային հարաբերություններում, մյուս կողմից նաև մենք անդամ ենք եւ անդամ ենք շարունակում ենք անդամ լինել միջազգային կառույցների, որոնք ըստ էության պարտավորություն ունեն նաև հայ ժողովրդի առջև, որ իրենք պիտի հետևեն Հայաստանում զարգացող գործընթացներին, ժողովրդավարության ապահովման եւ այլն։ Հիմա այդ բոլոր ատյանների համար ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների արժեքները գնացել են երկրորդ պլան, գերիշխում են աշխարհքաղաքական շահերը։ Չկա այսօր որևէ ատյան, որևէ բարեկամ երկիր մեզ, որի համար Հայաստանում ժողովրդավարության խնդիրը ավելի կարևոր լինի, քան իրենց աշխարհքաղաքական շահերը։ Ու այստեղ հարց է ծագում մեզ համար սա ինչ է նշանակում, արդյոք մենք էլ պիտի համակերպենք այդ վիճակին եւ հետ կանգնենք ժողովրդավարական նորմերի, ազատությունների պաշտպանության դիրքերից։ Ես կարծում եմ, որ ոչ, այս իրավիճակը մեզ վրա ավելի մեծ պարտականություն է դնում, ավելի մեծ պարտավորություններ է դնում, որովհետեւ մեզ համար ժողովրդավարությունը, մեզ ասելով եսի նկատի ունեմ այն սերունդի եւ այն մարդկանց համար, որ ասենք քաղաքական գաղափարախոսությունը ձևավորվել է Հայաստանի անկախացման շրջանում ձևավորված սկզբունքներով, ժողովրդավարությունը ինքնին արժեք է։ Դա չպիտի մենք երբեք չենք դիտարկել որպես ասենք օտարներին դուրս գալու կամ օտարների պահանջները բավարարելու միջոց կամ պատճառ։ Եվ երբեմն ծիծաղել էր լինում նախկինում, երբ որ տեսնում ենք ասենք եվրոպական երկրները, եվրոպական կառույցները Հայաստանին հնարավոր օգնության տրամադրումը կապում էին ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետությամբ Հայաստանում։ Ծիծաղել են պատճառով, որովհետև միշտ համարում ենք, որ ժողովրդավարությունը նախ եւ առաջ մեզ է պետք, մեզ դրա համար խրախուսել պետք չի, մեզ հետ պետք է համագործակցել։ Սա արտաքին ճակատի նոր մարտահրավերն է, որը շատ բարդացնում է իրականում մեր վիճակը, բայց արտաքին ճակատից բացի կա ներսի ճակատը, ներքին ճակատը, որ մեզ հետ պայքարում միշտ առաջնային գծում էր քաղաքասարակությունը։ Դա մի ամուր կուր ճակատ էր ժողովրդավարական իրավունքների, ազատությունների դեմ խախտումները կանխելու պայքարում։ Այսօր ակնհայտ է, որ այդ դաշտում տիրում է որոշ շփոթ։ Դա ըստ երևույթին պայմանավորված է նրանով, որ
որոշ ներկայացուցիչներ այդ համայնքի իրենց համար գտել են նոր դրսևորման միջոց, որ ավելի շատ կարելի է կոչել քաղաքական կամ իրավապաշտպանական։ Դա միգուցե բնական է եւ ամեն մարդու իրավունքն է որոշել թե ինչ բնույթի գործունեություն պիտի ծավալի, բայց այստեղ ուղղակի արդար կլիներ եւ պարկեշտ կլիներ, եթե այդ մարդիկ իրոք ինչ-որ պաշտոն ստանձնեին եւ իրենց նպաստը բերեին քաղաքականության մշակման եւ իրականացման գործում, այլ ոչ թե շարունակեին քաղաքասարակության կամ իրավապաշտպանի ուրեմն դիրքից փորձել պաշտպանել գործող իշխանությանը։ Դա խնդիր է առաջացնում, դա շփոթեցնում է մեր հասարակությանը եւ սա այլ կերպ քան մանիպուլյացիայի փորձ հնարավոր չի գնահատել։ Հիմա այս իրավիճակում մեզ ինչ է մնում անել։ Մեզ համար, ինչպես ասեցի, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները դրանք բացարձակ արժեքներ են։ Այդ հարցում որևէ կոմպրոմիս մենք չպիտի հանդուրժենք եւ մենք պիտի մեր բոլոր ուժերը համախմբելով, մոբիլիզացնելով ժողովրդին կարողանանք այս արդեն ոչ թե ստողացող հարցակման, այլ ասենց քառատրոպ վազքով դեպի անդունդը մեզ տանող, դեպի քաոսի եւ բռնապետության անդունդը տանող այս ընթացքը կասեցնել։ Եվ ես կարծում եմ, որ մենք շատ մեծ արագությամբ մոտենում ենք, ոնց որ գիտության մեջ տերմին կա, վերադարձի սահմանային կետին, որից հետո արդեն երևույթները այլ բնույթ են ստանալու, որը շատ հնարավոր է, որ այդ կետից հետո մենք կորցնենք եւ մեր ինքնիշխանությունը, եւ ժողովրդավարական նորմերը։ Մի բան, որ մեր ժողովուրդը, որին հասել է իր տասնամյակների տքնաջան աշխատանքով, դառը պայքարի փորձով, զողողություններով, կորուստներով, եւ այսօր ուղղակի թույլ տալ, որ այն մարդիկ, որ եկել են իշխանության այդ ալիքի վրա, այդ պայքարի արդյունքում ամեն ինչ հետ շրջեն, դա ուղղակի ինձ թվում է անթույլատրելի է։ Այսինքն մենք հիմա տեսնում ենք հստակ մի բան, որ հայտնի բաներից եւ գրականությունից եւ մշակույթից հայտնի երևույթ է, որ հրեշին սպանողը վերածվում է նույն հրեշի։ Մեր խնդիրն է այդ ընթացքը կանգնեցնել, հետ շրջել եւ ապահովել հարատև ժողովրդավարական ինքնիշխան եւ ապահով Հայաստան։ Իմ 7 րոպեն ոնց որ ավարտվում արդեն։